Ասենք ինչքան կարամ սպիտակուց ուտեմ մի ուտելով։ Ինքան ասեցի գնում եմ ջիմ։ Պետք է սննդակարգ պահեմ։ Իմ կազմվածքի, իմ քաշի մարդու համար կարողական ուտել բարձր, մերսի շատ 150-ից 180 գրամ սպիտակուց։ Հիմա փորձենք այդ իրականացնել։ Ցել եմ ձուկիկներից 18-ից 25 գրամ սպիտակուց։ 100 գրամը տրեներս ասել է հետը կանաչիկ էր։ Կանաչի մեջ էլ մինչև 3 գրամ սպիտակուց կարա լինի։ Պանրով ձված է։ 16 գրամ կարա լինի 400 գրամ։ Իրան, հենց անեմ 100 գրամը լռանա, սպանախ ձվով։ Սրա 100 գրամի մեջ 8 գրամ սպիտակուց է, 100 գրամ ուտելը դժվար կլինի։ 5 գրամ սպիտակուց էլ ստեկ է, արդեն դժվարացավ։ Այդքան էլ հեշտ բան չի։ Ամենակարևոր սպիտակուցի աղբյուրը ու ամենահամով, հավարի միս, ծնկով, սոչնի են սարքել, 20 գրամ սպիտակուց։ 100 գրամը կեր է արդեն, ու ունենք պլյուս 20 գրամ սպիտակուց։ Վայ, մի ուտելու ընթացքում ռեալ չի, 50 գրամ սպիտակուց, ընթացքում հանգիստ իրականացվող է։ Հավը 30 գրամ ճիշտ թվեր է։ Եթե ինչ-որ հաշվարկների մեջ սխալվեմ, ստանգետները կուղեն, ճիշտ ուղու վրա կդնեն ինձ։ Պրոբլեմը գիտեք ո՞րն է։ Բայց կամանչայում կշտանում ես, բայց համից ուզում ես շարունակել ուտել։ Դա շատ վտանգավոր բան է, համով մասը, կատնաշորային փաբլի սպիտակուցը, ամենաշատերից մեկը կատնաշորի մեջ է։ Կամանչայինի մեջ պոպոկ բաներ կան։ Մոտ 10 գրամ սպիտակուց, համով շատ համով սպիտակուց է։ Այս մի տրապեզայի ընթացքում մոտավորապես 100 գրամ կարողացա ուտել, եթե չեմ սխալվում։ Հետևեք ձեր առողջությանը, պարապեք, եկեք կամանչա սպիտակուցներով լիցքավորվելու։